Կրկին ավելացան նշեցիք, որ երկու անգամ սիգի գինը ավելացել, 3 անգամ ավելացել է։ Ինչով է պայմանավորված, որ սիգինը հետ 3 անգամ է մնացածները 2։ Նշեցինք, որ սիգը այսօր շատ կարևոր դեր ունի նախ Սևանալջի էկոհամակարգի համար, ինչպես նաև պարենային անվտանգության տեսանկյունից ինքը բավական այնպիսի ռեսուրս է, որ դրա արժեքը շատ ավելի բարձր է եւ եթե մենք հաշվենք, որ այսօր շուկայական գինը, վաճառքի գինը 1000-ից միգուցե 1500-ի է դատարվում, երբ որ գնահատումը իրականացնում ենք հարկային օրենսգրքում փոփոխությունների, գնահատվել էր, որ մոտ 1000 դրամ է, պատկերացրեք 1000 դրամի մեջ ընդամենը բնօգտագործման վճարը կազմում է 65 դրամը։ Եվ այստեղ այս արժեքավոր ձկնատեսակը եւ որպես սննդային նշեցի պարենային անվտանգության տեսանկյունից գնահատված չէ եւ որպիսի նաեւ բնօգտագործման վճարի կարգավորիչ ֆունկցիան ճիշտ կիրառվի, այդ նպատակով կոնկրետ այս ձկնատեսակի համար փոքրինչ ավելի սահմանվեց որպես արժեքավոր ռեսուրս մեր պետության, մեր երկրի համար, մնացածի համար կրկնակի անգամ, բայց ինչպես նաեւ հաշվի առնվել գնաճ այս տարիների ընթացքում, որ էլի գների բավական աճ ենք ունեցել, էլի կրկնակի անգամ այդ ժամանակահատվածը գնահատվել էր, բայց էլ եմ նշում, որ սիգի մասով առանձնահատկությունը պայմանավորված է իր արժեքավոր տեսակ լինելու հանգամանքով։ Իսկ հետաքրքիր է ակնկալվում է կամ ձեր վերլուծությունները ինչ են ցույց տալիս շուկայում սիգի գնի արժեքի բարձրացում կանխատեսվում է այս փոփոխությամբ պայմանավորված։ Տեսեք, փոփոխություն կարող է լինել, բայց տարբերությունը ընդամենը 135 դրամ է եւ դա չեմ կարծում, որ շուկայի վրա որևէ, այսինքն իր բալանսի վրա որևէ մեծ ազդեցություն կրի։ Նշեցիք, որ նոր մոտեցում է կիրառվելու նաև այս փոփոխությամբ այս չափաքանակների հետ կապված, հետաքրքիր է բուն շահառուների կողմից ինչ արձագանքներ կան, ձեր տեսանկյունից նշեցիք, որ դա արդարացի բաշխման հիմքն է, իսկ շահառուների կողմից ինչպիսի արձագանք։ Կարծում եմ որևէ խնդիր չկա, որովհետև եթե մենք օրինակ 23 թվականին ունեցել ենք նման դեպք, որ 600 տոննայից վերցվել էր 366 տոննան եւ փաստացի ավելի քիչ բնօգտագործման վճար էր վճարվել, բայց բան բալանը կփաստի, որ նախորդ տարի, այսինքն 24 թվականին արդեն իսկ վճարվել էր գրեթե ամբողջությամբ այդ վճարը եւ հաշվարկային մեխանիզմով, որովհետեւ այդ արդարացի բաշխման, այսինքն այդ սկզբունքի հետ կապված խնդիրը ի հայտ էր եկել, դրա համար արդեն իսկ փորձեցինք մինչև օրենքի ընդունումն էլ որոշակի մեխանիզմներով փորձենք կարգավորել, բայց արդեն 26 թվականի հունվարի 1-ից կգործի այդ չափականակի համար սահմանված դրույքաչափի կիրառումը։ Այսինքն գործնականում շահառուները լինի ֆիզիկական անձ, թե իրավաբանական անձ, մեծ հաշվով իրենց գործընթացներում շատ փոփոխություն այս պահին չի լինի այդ մասով։ Խնդրեմ դուք հավելել եք այդ մասով։ Հավելելու միայն այն, որ գործնականում, ինչպես նշեց գործընկերս, վերջի 2-3 տարիներին գործնականում հենց այդ արդարացի բաշխման մեխանիզմն էլ գործել է, ուղղակի տարբերությունը կայանում է նրանում, որ 2026 թվականի հունվարի 1-ից դա արդեն ամրագրված է օրենսդրությամբ եւ նաեւ հավելեմ, որ խոսքը գնաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պետք է նշեմ, որ արդյունագործական ձկնորսությամբ իրավունք ունեն զբաղվելու բացառապես իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք։ Այսինքն այս չափականակների համար անհատը դիմում է։ Անհատը ոչ չի դիմում են միայն իրավաբանական անձինք։ Եթե անհատ ձեռներեց։ Եթե անհատ ձեռներեցի կարգավիճակ ունի, իրենք նույնպես իրավունք ունեն դիմելու։